Ինչպես եւ նաեւ խոստացել ենք Հակա Քրիստոսի մասին խոսալու նոր տարվա շեմին, որ պետք է մի քիչ ուրիշ թեմա գնալ, բայց սա լավ թեմա է։ Մատթեոս 16:16 Սա մասին չեմ կարոզել, երբեք չեմ կարոզել։ Պատկերացում կա, հասկացողություն կա, խոսք կա, բայց սա մասին չի կարոզվել։ Սա մի քիչ վիճարկելի թեմա եղել, երբ որ մարդիկ աչուձախ բոլորին Հակա Քրիստոս են ասել։ Նաև միգուցե մեզ, նաև քեզ նաև երևի։ Հալելույա։ Մատթեոս 16:16 Բայց ես 13-ից կարդամ, որովհետև ստեղ տեքստը ամբողջական է դառնում։ Հիսուս Փիլիպոսի Կեսարիայի կողմերը գնալով իր աշակերտներին հարցնում եւ ասում է. «Մարդիկ իմ մասին ինչ են ասում»։ Սա բառացի թարգմանությունն է, բայց այստեղ գրված է. «Մարդիկ ով կասեն, թե եմ ես որդի մարդու»։ Սա մեր բարբառը չի, սա արևմտյան բարբառը, բայց մարդիկ ինչ են ասում իմ մասին, մարդիկ ինչ են ասում մարդի որդու մասին, այսինքն Հիսուսի մասին։ Նրանք էլ ասին, ոմանք ասում են, թե Հովհաննես Մկրտիչն է, ուրիշները Եղիան, ուրիշներն էլ Երեմիան կամ ինչ որ մարգարե։ Հարց տվեց նրանց եւ ասեց. «Ապա դուք ինձ համար ով եք ասում, թե եմ»։ Ինչ եք ասում իմ մասին, թե ես ով եմ։ Այսինքն Սիմոնը Պետրոսը պատասխան տվեց եւ ասեց. «Դու ես Քրիստոսը, կենդանի Աստծո որդին»։ Եվ Հիսուս պատասխան է տալիս եւ ասում է. «Երանի քեզ Սիմոն, Հովնանի որդի, քեզ սա մարմինը եւ արյունը չբացեց կամ չհայտնեց, ապա իմ հայրը, որ երկնքումն է։ Ես քեզ ասում եմ, թե դու Քրիստոսն ես, Պետրոսն ես, ու այս վեմի վրա պիտի կառուցեմ», այսինքն Պետրիկ, փոքր քար, որի վրա կկառուցեմ իմ եկեղեցին, դժոխքի դռները նրան չեն հաղթելու։ Երկնքի թագավորության բանալիները քեզ պիտի տամ եւ ինչ որ երկրի վրա կապես, երկնքի մեջ կապված կլինի։ Ինչ որ երկրի վրա արձակես, երկնքի մեջ արձակված կլինի։ Ապա շակերտներին պատվիրեց, որ մարդու չասեն, որ ինքն է Քրիստոսը։ Հալելույա։ Թվում է թե հայտնությունն է, որ այստեղ գրված է, թե ոգի դու ես Քրիստոս, այստեղ շատերս կարանք ասենք դու ես Քրիստոս, բայց մեզ նման խոսքեր չի ասվում ոնց որ։ Սա կարևոր հայտնություն է, որովհետև Քրիստոս նշանակում է օծյալ։ Քրիստոս նշանակում է օծյալ, օծություն։ Քրիստոս նշանակում է ընտրված, օծված եւ ընտրված։ Գիտեք, օծությունը, որը հավատացյալը ունի, եկեղեցին կարա է եւ համատարած ասի, որ ես օծյալ եմ։ Ամեն մեկը կարա ասի ես օծյալ եմ։ Եվ մի քիչ թյուր կարծիք կա սրա ուղղությամբ, որը պետքա պարզենք հիմա։ Հոգեգալստական եկեղեցում ասում են մենք բոլորս օծյալներ ենք։ Օծյալ են, բայց ընտրված չեն։ Օծությունը դա Աստծո ներկայությունն է, որ Աստված կսում է քո վրա։ Դա կսում է ամեն մեկի վրա Աստված, բայց սա բավական չի, որ լինել օծյալ։ Հռոմեացիների 8-րդ գլուխը 28-րդ խոսքը
մի վրազեք, ասեք ես օցիալ եմ, ու այն օցիալն եմ, որ ընտրված եմ։ Դեռ մի վրազեք, որովհետև ես չեմ վրազում ոչ միտեղ։ 28-րդ խոսքը գրված է. Սակայն գիտենք, թե ամեն բաները բարին գործակից են լինում նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք նրա նախասահմանությամբ, ասեք նրա նախասահմանությամբ, կանչված են, որովհետև նրանց, որ սկզբից ճանաչեցին, սկզբից սահմանեց իր որդուն պատկերին կերպարանակից լինեն, որպեսզի նա անդրանիկ լինի բազմություն եղբայրների մեջ, նրանց, որ նախապես սահմանեց, նաև կանչեց, նրանց, որ կանչեց, նաև արդարացրեց, նրանց, որ արդարացրեց, նաև փառավորեց, որպեսզի լինել ընտրված պետքա նախորոք Աստված կանչի քեզ։ Սա կոչվում է կանխատեսում։ Աստված նախորոք ում որ ուզում է ընտրի, նախորոք իրան ընտրում է, նախորոք իրան որոշում է, նախորոք իրան կանչում է։ Սա նախ անհնար է, որ դու կանչվես ինքդ քո հրավերով։ Մենք եկել ենք Տիրոջը, բայց մենք չենք կարող ինքներս մեզ եզև ռեկոմենդացիա անենք, թե կանչի ինձ, ես։ Աստված ինքը կանչում է նրանց, ում որ ինքն է ուզում, և ինքը ում որ որոշում է նախորոք, և նախ և առաջ պետքա ճանաչի մարդը Աստծուն, անհնար է մարդը Աստծուն չճանաչի ու Աստված իրան կանչի հենց այնպես, որովհետև ճանաչողությունը երկու կողմանի է լինում է, որ Աստված է քեզ ճանաչում, լինում է, որ դու ես ճանաչում Աստծուն։ Հիսուս շատերին կասի այն օրը ես ձեզ չեմ ճանաչի։ Եվ պատկերացնում եք, լիքն են նրանք, ովքեր մարգարյանում են, լիքն են նրանք, ովքեր դևեր են քշում, լիքն են նրանք, ովքեր ձեռնադրություններ են անում, լիքն են նրանք, ովքեր Տիրոջ առաջ ուտում, խմում, ուրախանում կամ պարում են միգուցե, բայց Տերը ասում է, ես ձեզ չեմ ճանաչում։ Ով է լսում։ Հեսեն ուներ 5 որդի, Հեսեն ուներ տղաներ, որոնցից մեկը Դավիթն էր։ Եվ Տերը Սամուել մարգարեին ասում է, յուղը լցրա քո եղջյուրի մեջ և գնա Հեսեի տուն։ Եվ Հեսեի տուն, երբ որ դու գնաս, ես կասեմ, թե ում պետքա դու ընտրես թագավոր, որին ես գիտեմ։ Ինձ թվում է, թե մարգարեն պետքա գիտենար ամեն ինչ։ Բայց մարգարեից սա ծածկված էր։ Սա հայտներ միայն Տիրոջը, թե Տերը ում է ընտրել այնտեղ։ Եվ երբ որ Սամուել մարգարեն գնաց Դավիթի քաղաք, այնտեղ որտեղ Դավիթն էր ապրում, Հեսեն, իր ընտանիքով, ամբողջ քաղաքը աուսարսափի մեջ ընկավ, որովհետև մարգարեն գալիս էր և միգուցե դա լիներ դատաստան, որովհետև շատերը չէին իմանում, թե մարգարեն ինչ կասի և սպասում էին այն հրամանին, որ նա կարձակեր։ Եվ մտավ Հեսեի տուն և ասեց, որ այսօր Տերը ինձ ուղարկել այստեղ քո որդիներից մեկին թագավոր ընտրելու իրեն համար։ Եվ առաջինը ահա եկավ և կանգնեց, որովհետև նա իրականում մեծն էր տան։ Ես ու դու այդ ձև ենք նայում, որովհետև մենք նայում ենք տան մեծին, տան մեծով ենք չափում ամեն ինչ։ Եվ երբ որ նա վերցրեց իր յուղը, վերցրեց իր եղջյուրը շուռ տալու նրա ավագ որդու գլխին, յուղը չհոսաց այնտեղ։
չեք կարող ստիպել Սուրբ Հոգուն հոսալ այնտեղ, որտեղ Աստված չի ուզում։ Եվ Մարգարեն ասեց, որ սա այն տղան չի, որին պետք է ես օծեմ։ Միթե այլևս դու տղա չունես։ Հեսեն ասեց, իհարկե ունեմ, երկրորդ տղաս այստեղ է։ Երկրորդին բերեց եւ կանգնացրեց եւ երկրորդի սիրտը բաբախեց, ասեց, այսօր իմ բախտը բերեց։ Եվ երբ որ նա եղջյուրը վերցրեց օծելու, յուղը չհոսեց նրա գլխին։ Մենք դուք ստեղ նստած մտածում եք, որ այդ ձեր բան չկա գրված, թե յուղը շրջեց ու չհոսած։ Կարա այդ յուղը թափվի, բայց այն յուղը չհոսա։ Կարող է այն պոզի, այն եղջյուրի միջի յուղը թափվել, բայց Սուրբ Հոգին չհոսալ այնտեղ, եւ Սուրբ Հոգին այնտեղ չհոսած։ Եվ ասեց, սա էլ չի, եւ ոչ, սա էլ չի։ Եվ բերեցին երրորդին եւ կանգնացրեցին, եւ Սամուել ասեց, սա էլ չի։ Եվ բերեցին չորրորդին եւ ահա սա էլ չի։ Եվ հարցրեց, Տեր, որին ես ընտրել դու։ Եվ հարցրեց, միթե այսքանն են քո որդիները։ Հեսեն ասեց, չէ, մեկն էլ ունենք, հրեն փարախմա, ոչխարների հետ է։ Կանչեք նրան։ Ես կարծում եմ, որ Դավիթը այդքան լավ տեսք չուներ։ Ես չեմ կարծում, որ մեկը չոբան է գնում ու լավ տեսք ունի։ Եվ որ Դավիթը եկավ, Աստված ասեց սա է։ Աստված ասեց սա է։ Ահա իմ օծյալը։ Դավիթը ճանաչում է, Աստված ճանաչում է Դավիթին։ Աստված ճանաչում է Դավիթին, ժողովուրդ։ Աստված երբեք չի շփոթվում մարդկանց ընտրության հարցի մեջ։ Մենք պետք է հակա Քրիստոսի ոգու մասին խոսանք, բայց մենք սկսում ենք ստեղից ուղղակի։ Ասեք օծություն։ Ասեք երկրորդ բառը ասեք նախասահմանություն։ Նախասահմանություն եւ օծություն։ Երբ որ Աստված մեկին ընտրում է, նախ եւ առաջ իրան օծում է։ Որովհետև օծության մեջ է գտնվում այդ նախասահմանությունը։ Այդ նախասահմանությունը բացվում է օծության մեջ։ Կարևոր է դուք գրեք, որովհետև կարող է մի ուզենաք իմ խոսքերը շուր տակ ասեք, չէ, օծության մեջ չի գտնում նախասահմանությունը, դարադամ։ Օծությունը ինքը բացում է ամեն մարդու ճակատագիր եւ ապագան։ Նախասահմանությունը գտնվում է օծության մեջ։ Այստեղ կարող է ծերուկը նայել ինձ հիմա, բերեն իր սեղանին եւ ասեն, նայիր, ինչ ասում։ Ես կարամ ասեմ, որ այդպիսի բան կա։ Երկրորդ Թագավորաց 5-րդ գլուխ։ Ես չեմ վախում ասել այս բառը, որովհետև օծությունը կարևոր բան է։ 5-րդ գլուխ 10-րդ խոսք։ Կարդում ենք իրար հետ։ Բացում եք բոլորը 10-րդ խոսքը։ Դավիթը գնալով մեծանում էր եւ զորքերի Տերը նրա հետ էր։ Ով լսեց, գնալով Դավիթը մեծանում էր եւ զորքերի Տեր Աստվածը նրա հետ էր։ Տերը Դավիթի հետ էր։ Ժողովուրդ, Տերը Դավիթի հետ էր։ Սա կարևոր է, որ Տերը քեզ հետ լինի։ Տերը ընտրություն անելու։ Օծությունը բացում է նախասահմանությունը, կոչումը։
Օծությունն է, որ օծյալին աջակցություն է ցույց տալիս։ Երբ որ Աստված ընտրում է մեկին, օծությունը աջակցում է այդ մեկին։ Որոշները երբեք Դավիթ չեն դառնա ժողովուրդ։ Երբեք։ Ուշադրություն դարձրեք ինչ եմ ասում, որովհետև սա ինձ համար կարևոր է։ Ես չեմ խոսում իմ մասին ընդհանրապես, ես չեմ խոսում ընդհանրապես որևէ մեկի մասին, ակնարկ չկա այստեղ։ Ուղղակի ուզում եմ խոսալ սրա մասին։ Որոշները երբեք Դավիթ չեն դառնա։ Բայց ձեր օծությունն է ծառայել Դավիթին։ Այո, ես կարող եմ երբեք Դավիթ չդառնալ։ Երբեք Դավիթի նման չլինել։ Բայց ինձ տրվում է մի ուրիշ օծություն, որպեսզի ես կարողանամ ծառայել Դավիթին։ Սա ինձ համար պատիվ կլինի։ Ծառայել Դավիթին։ Մենք գիտենք, որ երբևիցե ուսուցանված կամ քարոզված թեմաներից մեկը եղել է երկրորդական դերի կարևորությունը։ Սրա մասին խոսած Նիկոնովը, Վադիմ Նիկոնովը։ Երկրորդական դերի կարևորությունը, հիշում եք։ Եվ ինքը խոսում էր հենց սրա մասին, որ այն օծությունը, որ քեզ է տրված, դա կարևոր է, որպեսզի ծառայես Դավիթին։ Որովհետև շատերը չեն դառնա, երբեք չեն դառնա Դավիթ։ Բոմբել դառնան, չեն դառնա Դավիթ։ Երկու կյանք էլ ունենան այս երկրի վրա, Դավիթ չեն դառնա, որովհետև դա ընտրությունն է Աստծուց, ոչ թե ինձանից։ Հակա Քրիստոսի ոգին կուզենա, որ բոլորը Դավիթ լինեն։ Դու կարող ես ասեք, թե սա հակասություն է, որովհետև Աստված կուզենա բոլորը Դավիթ լինեն, ես կասեմ ոչ։ Եթե Աստված ուզենար, որ բոլորը Դավիթ լինեն, Դավիթի տանը արդեն 4 հոգի եղել են Դավիթից առաջ։ Յուղը կարող է խոսալ յուրաքանչյուրի վրա եւ ասել եղիր Դավիթ առաջին, Դավիթ երկրորդ, Դավիթ երրորդ, Դավիթ չորրորդ եւ ահա Դավիթ 5-րդ։ Աստծուն պետք չի այսպիսի գործողություն։ Աստված ընտրում է Դավիթին եւ ընտրում է ուրիշ մարդկանց ծառայել Դավիթին։ Ես նույնիսկ եմ կրկնում, որ ես չեմ կարոզում իմ մասին, որովհետև ինքս իշխանության տակ եմ։ Ինքս ունեմ օծություն ծառայելու իմ ավակին։ Եվ այն օծությանը, որ իր վրա կա։ Ալելույա։ Այստեղ մենք պրոբլեմ ունենք, ճիշտ է, որ հակա Քրիստոսի ոգին ուզում է բոլորը լինեն Դավիթ։ Սա նշանակում է, որ մենք սպանել ենք Դավիթին։ Մենք սպանել ենք Դավիթին եւ ուզում ենք ընդօրինակել Դավիթին։ Դա պատզելկա է, դա արեստացին է։ Մենք սպանում ենք Դավիթին եւ ասում ենք, որ հիմա ես ինքս եմ Դավիթ եւ ինքս եմ օծյալ։ Վտանգավոր եւ վախացնող բան է սա։ Ես հիշում եմ, որ այսպիսի եկեղեցում եմ մեծացել, որտեղ բոլորը ասում են, որ իրանք օծյալ են։ Այո, դու ունես օծություն, բայց կոչման մեջ չի հաստատել Աստված քեզ, այլ քո օծությունը տրված է քեզ, որպեսզի ծառայես այն կոչումին եւ այն օծությանը, որ դրված է քո վերևում։ Սա մի քիչ բանկական թեմա չի։ Հիմա շատերը ձևացնում են, որ իրանք Դավիթ են։ Էլի եմ հիշում այդ ձև բաներ, որ մարդիկ
ձևացնում են, որ իրանք Դավիթներ են եւ ուրիշներին ասում են դու Դավիթն ես։ Դու Դավիթն ես։ Շատ հացուպանիր կուտենք, որ Դավիթ դառնանք, այդ համար մեկ։ Այդ համար մեկ շատ հացուպանիր կուտենք։ Օրալ Ռոբերտսը լավ ասում։ Ասում է մենք բոլորս համարձակություն ենք ստանում Ջեք Քոուի ծառայություններից։ Ընդամենը 32 տարեկան էր, 30 քան տարեկան էր։ Բայց մենք ընդօրինակում ենք եւ նայում ենք իր համարձակությանը։ Շատերս սիրտ ենք առնում ավետարան քարոզելու։ Ես չեմ խոսել Դավիթի մասին, ով ասեց ես կբերեմ Գողիաթի գլուխը։ Ես կարամ բերեմ Գողիաթի գլուխը։ Ես կարող եմ մտնել թագավորի դինաստիա եւ այնտեղ ամբողջ ընտանիքը խփնվի ինձ վրա։ Սիրահարվի։ Բայց սա ուրիշ թեմա է։ Սա ուրիշ թեմա է։ Դու չես կարող լինել Դավիթ եւ վերջակետ։ Ուղղակի վերջ։ Նստեք։ 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 Եթե գտել եք Դավիթ, ծառայեք Դավիթին։ Երեք չէ առաջի օրը ես հաշվետվություն եմ անում իմ հովին դետալներով, բար առ բար։ Ինձ բավական է 2 բար իրանից։ Առաջ ես շատ բան կուզեի լսեմ, բայց 2 բար շատ հերիք էր ինձ։ Փառք Աստծուն, մալացի։ Ինձ հերիք է այդ մի բառը, մալացի։ Դա ինձ բավական է։ Գտել եք Դավիթ, ծառայեք Դավիթին։ Ախպերներից մեկը ասում է, ինչպես մենք ենք ծառայում։ Դա սուտի բան է, բայց ինչպես դու ես տեսնում եմ, դու ես ծառայում, դա ինձ համար օրինակ է։ Դավիթին։ Գտել եք Դավիթին, ծառայեք Դավիթին։ Ես չեմ ասում կոֆե բերեք պաստել, ես չեմ ասում, իմ մասին չեմ ասում։ Ես իմ մասին բան չեմ ասում ժողովուրդ։ Վերջացրեք ձևական հիասթափությանը։ Դա ձևական ինքնախաբեություն է։ Ես ուզում եմ Դավիթ լինել։ Ես ուզում եմ Դավիթ լինել, ես Դավիթ եմ։ Դու Դավիթի կել չես, ախր։ Ահա մի տղա, որ կարող էր վերցնել մի քանի հատ քար եւ փուշ չխփել։ Ասեք ես չգիտեմ այդ բառը ինչքան ճիշտ կասեմ, փուս շեղ չխփել, վրիպել, ով լսեց, դուք բան չհասկացաք թե պետ ինչ ասեցի, բայց նորից կասեմ, գիտեք ինչ է նշանակում չվրիպել, շատերը երբ որ իրանց տեղը չեն, իրանց տեղը թարապես չեն, ես ձև ասեմ, լավ, թույլ տվեք մի քիչ ձևակերպեմ ես միտքս, Դավիթը շեղ չխփեց, Աքելը պրամախնուց է, հիշում եք, ինչ անշանակում պրամախնուց է, փուստ խփել, շեղ խփել, մեղանչել, Դավիթը չարեց դա, Դավիթը չարեց դա, ինչքան ես վրիպում ստեղ, ինչքան ես վրիպում ստեղ օծության մեջ, Ինչքան եք փուստ խփում օծության մեջ, ինչքան եք հակառակվում օծության մեջ, ինչքան եք բունտ անում եւ ասեց Դավիթը ես կբերեմ Գողիաթի գլուխը, ես փուստ չեմ խփի, որովհետեւ ես գալիս եմ զորքերի Տիրոջ անունով, ահա օծությունն եւ ընտրությունը Դավիթին էր ընկած,
Օծությունը եւ ընտրությունը, երբ որ քո վրա անկած, դու չես շեղվի։ Եթե դու չծառայես Դավիթին, դու միշտ շեղ ես խփելու։ Եթե դու չընդունես այդ օծությունը, դու միշտ շեղ ես խփելու։ Պատմության մեջ մենք շատ մարդիկ ունենք, ովքեր շեղ խփեցին։ Յուղը ընտրում է անոթ։ Յուղը ընտրում է անոթ։ Դավիթը չընտրեց իրան։ Դավիթը չընտրեց ինքը իրան։ Ես իմ տան օծյալն եմ, ես իմ տան գեներալն եմ, ես իմ փողոցի, իմ չոլի, իմ գյոլի, ես առաքյալն եմ։ Դες բան չկա, Աստված պետք է քեզ ընտրի։ Ուզում եմ մի բան ասել, այն մարդիկ, ովքեր եղել են օծյալների կողքը, ծածկոցի տակ, Աստված իրանց ընտրել է։ Նորից եմ կրկնում։ Ուզում եմ մի քիչ դանդաղ խոսամ, որ բռնեք որոշ բաներ։ Այն մարդիկ, ովքեր եղել են ծածկոցի տակ, Աստված ընտրել է այդ մարդկանց որպես օծյալ։ Եղիսեն եւ Եղիան։ Պողոս առաքյալը եւ Թիմոթեոսը, Ռենխարդ Բոնկեն եւ Ընտրեն, Կոլանդան, Սմիթ Վիգասվորդ, Լեսթեր Սամրալ։ Տեսնում եք ժողովուրդ։ Բենի Հին, Կատրին Կուլման, թեպետև նրան երբեք չի տեսել, բայց միշտ է ծածկոցի տակ է եղել։ Ամենք ունենք ես մարդիկ, ում Աստված է ընտրել։ Հիշում եմ ծոմ էի պահում մի օր։ Եկեղեցում չգիտեմ ինչ էր, ինչ արարողություն էր, ինչ էր, սուրճ էին խմում, չգիտեմ ինչ էին անում եղբայրները, վերնատանն ենք, մեր հովը, նախկին հովը, իմացավ, որ ես ներկա եմ, ատեղ եմ, սենակներից մեկում եմ, ինձ կանչել տվեց, ես կարդում էի, գրում էի, գրիչը ձեռքս էր, գրիչը վերցրեցի, ուղղակի մեխանիկորեն, ավտոմատ, վերցրեցի և գնացի իրանց մոտ, ասեց, ես ինչ ես անում ստեղ, ասեցի գրում եմ, ինչ ես գրում, ասի պատրաստում եմ կիրակնորյա ծառայության զոհաբերության խոսքին, ասեց մեզ հետ մի բաժակ կոֆե խմի, ասի չէ, ես ծոմի մեջ եմ, նայեց ինձ ու ասեց դու կդառնաս, ասեց ես գիտեմ, որ դու ուզում ես Աստծո մարդ լինել, ես վերջին 3 տարիներում եմ եղել այդ ծածկոցի տակ և ընդունել բացարձակ այդ մարդուն որպես Աստծո մարդ, այդ օծությունը 3 տարի առաջ վերջ դրվելուց այդ եկեղեցու փոխանցվեց իմ կյանքի վրա, դա փոխանցվեց և տեղի ունեցավ դա, և Աստված չի սխալվում, և տարիներ հետո 2008-9 թվականներ, ստի կնանիք եկան, կան շաշմաշ կնանիք եկեղեցին, միշտ կան, եկան ինձ ասեցին, մենք ուզում ենք եկեղեցում ընդդիմություն լինենք, երես էդ խպի ուղիղ պատին, եթե դու ուզում ես ընդդիմություն լինես, դա բունտի ոգին է, դա բունտ է, դա դև է, ընդդիմություն ենք ուզում եկեղեցում լինենք, բա մենք չենք կարա ընդդիմանանք, դա հակա Քրիստոսի ոգին է, դա այն ոգին է, որ կուզենա սպանել, այն օծությունը, որ կա այդ տան մարդու վրա, հարց եմ տալիս 7 եկեղեցիներից, հրեշտակը Տեր ասում է գրի 7 եկեղեցիների ամեն մի հրեշտակի, ինչի 21 եկեղեցի չի ասում,
Միթե Ասիայում 7 եկեղեցի կար։ Միթե աշխարհում 7 եկեղեցի կար այդ ժամանակ։ Ինչի Աստված չասեց այնտեղ 111 եկեղեցիներ, որտեղ Պողոսը շատ եկեղեցիներ ծնե։ Շատ եկեղեցիներ ծնե։ Ինչի 7 եկեղեցիներ եւ կոնկրետ հասցեագրված։ Աստված կոնկրետ նկատի ունի ամեն մեկից յուրովի։ Դա է իմաստը։ Մենք ուզում ենք ընդդիմադիր լինենք Հակա Քրիստոսի ոգին եկեղեցում։ Կրոնական համակարգ, կազմակերպություն դա միշտ կհակառակվի օծությանը, դեմ դուրս կգա, կկռվի, կպատերազմի, կդիմադրի Սուրբ Հոգու օծությանը։ Իմ դուր գալիս է, որ փղշտացիները իմացան, որ Դավիթին թագավոր օծին, բոլորը ոտքի կանգնեցին պատերազմելու Դավիթի դեմ։ Ասեք սա հիմարություն է։ Ասեք, որ սա հիմարություն է։ Չեք հավատում, չէ՞։ Իրանը, Պարսկաստանը, որ օրը խփեց Իսրայելին, ես ասեցի սա իրա վերջն է։ Պազոր է սա։ Սա խայտարակություն է։ Մի քանի օրեր առաջ Իրանի քաղաքական էլիտան մտածում է մայրաքաղաքը տեղափոխի ուրիշ տեղ։ Խմելու ստորգետնյա ջրերը կամ լճերը սկսել են ցամաքել։ Կպնել Իսրայելին, դա հավասար է կպնել Աստծո աչքի բբին։ Կպնել Աստծո օծյալին, հավասար է կպնել Աստծո աչքի բբին։ Շատերը հիմար են։ Եվ մի քանի ժամանակ հետո ահա Գազայում, որ լրիվ գետնին է հավասարված Պաղեստինին։ Էլ ջրհեղեղ, էլ փոթորիկ, էլ պրոբլեմներ, էլ համաճարակ։ Կպնել Իսրայելին, նշանակում է կպնել Աստծո օծյալին։ Մենք օծյալին չենք կպնում, տես, բայց Աստված նաև ունի ընտրված մարդիկ, օծյալներ։ Սուրբ Հոգին, որը զորություն է ինքը բերում։ Զորություն, ասեք զորություն, Սուրբ Հոգին զորություն է բերում։ Ասեք զորություն։ Ինչի է պետք զորություն ինձ։ Որն է պատճառը, որ ես զորություն եմ ուզում ունենալ իմ կյանքի վրա, որպեսզի ես լավ երևամ, դա խաբկանք եւ մոլորություն է։ Զորությունը համար առաջի ձևափոխում է մարդուն։ Փոխում է ներսից։ Ահա դու դեմ ես դուրս գալի այդ օծությանը, որը կարող է փոխակերպել մարդուն։ Դա վտանգավոր է ժողովուրդ, երբ որ մարդը օծությանն է հակառակվում, որը փոխում է մարդկանց կյանքեր։ Այդ Սուրբ Հոգին գալիս է եւ հանդիմանում է, խրատում եւ շտկում է ինձ։ Պատճառը օծությունն է։ Օծությունը։ Ուղղում է, շտկում, հանդիմանում, նախատում, քննադատում է, եթե ուզում եք իմանալ։ Եվ խայտարակում է։ Շատերը ծանոթ չեն խայտարակության հետ։ Դա կոչվում է ORS։ Եվ դա անում է սիրելի Սուրբ Հոգին։ Սիրելի Սուրբ Հոգին, օծությունը։ Վայ, ինձ օփշու մեջ ասեցին, բայց դուք չգիտեք, որ թաքուն այդքան պահել հնարավոր չէ, Սուրբ Հոգին պետք էր, որ օփշու մեջ ասեր։ Աստված կա է ժողովուրդ։ Հակա Քրիստոսները հաստատում են, որ լսում են Սուրբ Հոգու ձայնը, իրանք էլ այդքան վատ չեն լսում։ Իրանք էլ այդքան վատ չեն լսում։ Ասեք հակա Քրիստոսը ասում է, որ ես էլ եմ լսում Սուրբ Հոգու ձայնը։ Ասեք, որ սա աբսուրդ է։ Որովհետև հակա Քրիստոսով լցված մարդը կարող է ասել, ես լսում եմ Սուրբ Հոգուն, բայց հարցածագում ինչ Սուրբ Հոգի։ Որ Սուրբ Հոգին։ Բայց կրակը տանել չեն կարող։ Կրակը։
Կրակը տանել չեն կարող։ Գիտեք, մատնվել կրակին, հրկիզվել, նետվել կրակի մեջ, կամ շտկել կրակով, փորձել կրակով, կամ կտրել կրակով, կամ հանդիմանել կրակով։ Հիսուս ասեց, ես չեկա խաղաղություն բերելու, ես եկա բաժանություն բերելու, ես եկա կրակ բերելու, ես եկա զատելու։ Կրակը, որը այստեղ կարող է լինել և չկարողանալ տանել այս կրակը։ Ինչքան քանի տարի ապետ նստել ստեղ ու կրակը, որը գալիս է, չկարողանան ընկալեն, որ դա կրակ է, որը գալիս է փոխելու համար, որը գալիս է շտկելու համար, որը գալիս է հանդիմանելու համար, որը գալիս է խրատելու համար, առաջնորդելու, հորդորելու համար։ Զոհը միշտ կրակով է համով դառնում, ժողովուրդ։ Հովհաննեսն ասեց, ես ձեզ ջրով եմ մկրտում։ Ես այդքան բան կարամ անեմ։ Ինձանից հետո եկողը կրակով է մկրտում, ավելի ուժեղ է ինձանից։ Շատերը չեն դիմանում կրակի փորձությանը։ Ամեն ինչ կարան խաղան, ամեն ինչ կարան խաղան, բայց կրակ չեն կարա խաղան, օծություն չեն կարա խաղան։ Շատ հակաքրիստոսներ կան, որ իրենց պատմություններն են պատմում։ Սենց բան են ասում, ես վերստին ծնված եմ։ Առաջին սերը առաջ ուրիշ էր։ Բայց հիմա հակասության ոգի կա իրանց մեջ։ Հակաքրիստոս։ Լսում եք, հակաքրիստոս։ Այսինքն հակառակ Քրիստոսին։ Մերս ինձ սիրում էր միշտ ասի հակա ես դու։ Մենք մեր տանը ինչ խոսում ենք, դու հակա ես։ Հակա անձի ընտանեկան է։ Անձի ընտանիք։ Ես պետք է գրվեմ դրանից։ Միգուցե։ Չի ասում հակա Հիսուս։ Հակա Քրիստոս։ Ոչ թե հակակ Հիսուս, ապա հակակ Քրիստոս։ Շատերը սիրում են Հիսուսին, բայց ատում են Քրիստոսին։ Ձեզ համար Հիսուս, 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 բերանից ամոն է դառը։ Գիտեք, որ Հիսուսը Քրիստոսն է։ Գիտեք, որ Հիսուսը Քրիստոսն է։ Ինքը մինչև 30 տարեկան Հիսուսն էր։ Իր ընտանիքում իր ծնողները իր անունը դրել էին Հիսուս։ Բայց երբ որ Հորդանանում Սուրբ Հոգին իր վրա իջավ, եւ 40 օր անապատի փորձությունից հետո ինքը հետ դարձավ գրված հոգու զորությամբ։ Եվ մտավ ժողովարան եւ նույն օրը բացեց Եսայի մարգարեի այն տեղը 61-րդ գլուխը եւ կարդաց իր մասին, որ Տիրոջ հոգին իմ վրաս է։ Եվ իրան նայեցին եւ ասեցին, դու ես Քրիստոս։ Եկեղեցին ինչքան մարդ կար, հակա Քրիստոսի ոգով էր լցված։ Դևերից բռնված եկեղեցի էր։ Հիսուս հենց դրա մայլ եկավ։ Եվ վերցրեցին այս եկեղեցու անդամները եւ տարան քարի գլուխը։ Եվ որպեսզի շպրտեն ներքև։ Ով լսեց։ Ոչ հակա Հիսուս։ Հիսուսին ոչ մեկ հակառակ չի գնում։ Քրիստոսին է գնում հակառակ։ Դևերն են Հիսուսի անունը տալիս։ Դևերն են Հիսուսի անունը հոլովում, կրկնում, ինչ-որ շահագործում, կախարդներն են Հիսուսի անունով ասում, գիտեք դրա մասին, լսել եք։ Մտնում ես մի տեղ, որտեղ մի կախարդ դրած է, ինչ-որ մասունքներ իրեր եւ այնտեղ Աստվածաշունչը, եւ ասում է, ես էլ եմ Հիսուսի անունով անում այս բաները, բայց ես այստեղ Քրիստոսի անունով եմ։ Եվ ես կապում եմ այն տևին, որ քո միջոցով մարգարեություն անեմ,
Եվ ասում է դուրս հանեք իրան, որովհետև իրա պատճառով ես ոչինչ չեմ կարող ասել։ Եվ այնտեղ ինձ դուրս են հրավիրում եւ մի քիչ հետո շփոթված դուրս են գալիս եւ ասում են, «Էս կինը ասեց, ես չեմ կարողանամ դրանից հետո տեսնել»։ Խոսքը վերաբերում է իմ մասին էս դեպքում։ Համեստություն անեմ ասելու այդ բանը, որովհետև ասեց իրան հանեք ստեղից, որովհետև ես չեմ կարող տեսնել։ Դրանից հետո ասեց չէ, օրս խառնեց, ես չեմ կարող տեսնել։ Հակա Քրիստոս իմ անունով դևեր քշեցին։ Այո, Հիսուսի անունով դևեր կարող ես քշել։ Այո, Հիսուսի անունով դու կարող ես մարգարյանալ կամ քեզ մարգարել կոչել։ Սատանան վախում է նրանից, ով օծություն անում։ Սատանան վախում է օծությունից, ժողովուրդ, օծությունից։ Ամեն ինչ կարան խաղալ, բայց ոչ օծություն։ Ամեն ինչ կարող են լինել, բայց ոչ օծյալ։ Այո, կարող է սուրբ էլ խաղալ, հավատացյալ էլ խաղալ, եկեղեցի էլ խաղալ, աղոթք էլ խաղալ, հոգևոր էլ խաղալ, բայց օծություն չես կարող խաղալ։ Չեմ մոռանա, երբ որ Աստծո մարդկանց ներկայությամբ եկա Աստծո մարդկանց մարդիկ էին հավաքված, եկա այնց ներկայության մեջ կանգնեցի, ոտքերը սկսեց դողալ զորությունից։ Չեմ մոռանա այդ օրը, որ Աստծո ներկայություն խփեց ինձ։ Եվ ես չգիտեի ովքեր են իրանք։ Ես չեմ մոռանա այն օրը, որ Դավիթ Խասավեը հայտնվեց միջանցքում։ Իր այդ սյուն եկավ, իր այդ ամբիսյուն եկավ, ժողովուրդ, ալիքը հարվածեց ինձ Արտուշի հետ։ Ես հիշում եմ, որ վերցրել ենք սրբիչը ու գնացեք անգնե զուգարանի դեմը։ Դավիթ Խասավեը մտավ լվացվելու, մենք ես ու Լավրը գնացինք ցեպի տարինք այդ զուգարանի դուռը։ Երբ որ դուրս եկավ, մենք ասվեցինք, որ աղոթի։ Ինքը հասկացավ ինչ պետք է անի։ Մենք էլ ձևով խոսացինք։ Երբ որ ձեռքերը դրեց կտորի վրա, սրբիչի վրա, այս ձև սրբիչ էր, օծությունը իջավ ինձ վրա։ Մենք ուրիշի համար ենք թեպետ տանում։ Ահա օծությունը։ Ահա օծությունը, դա ուժ է, ժողովուրդ։ Դա ուժ է։ Մենք ամեն ինչ կարանք խաղանք, բայց չեն կարա օծություն խաղանք։ Գործք 10:38-ը։ Ոչ մեկի չեմ վիրավորում, չէ՞։ Մեզ ձեր մի տա, մեզ ձեր մի տա։ Դևերն էլ են գոռում այդ ձև, գիտեք։ Իսուս, Ջեզը կեժամարակիչոտ, գոռում էին, ճղվում էին։ Գիտեք, դևերը չեն կամ հանգիստոնով խոսանանք, ծղրտում են։ Ոնց որ իրանց 5-րդ հարգից գցելուց լինես։ Գիտեք, դևերը երբ որ սկսում են կամ ուզենան ուրիշ նոտայից խոսան, ձայնի ինտոնացիա են փոխում։ Մի հատ կին կարա ձյաձյայի ձայնով խոսալ, մեջից։ Մենք ստեղ չենք, իրան մատնում է նրանց է հետը, մենք ստեղ չենք։ Եվ ձյաձը մամիկոնը պետք է դուրս գա Հիսուսի անունով այդտեղից։ Ալելույա։ Ես չեմ տեսել մի դև, որ նորմալ կայնա խոսա։ Բոլորը ցիրկ են անում։ Հիշում եմ Մայիսոյաս տունը, այն էմո էր, գոտի էր, ինչ էր, որ մեզ վրա հարցակվեց։ Գիտեք ինչքան վատ մթնոլորտ ուներ ինքը։ Այդ Իսուս չի կարող ոչ մի բան։ Գիտեք, մեզ ծաղրում էր ուղղակի։ Մենք դուրս ենք եկել, մեր հետևից քորում է, դեռ շարժում է, գալիս է, բաներ ասում։ Գիտեք, իմ մեջ բարձացավ Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին իմ մեջ բարձացավ, արթնացավ, նախանձավորություն բարձացավ, պահելու Տիրոջ անունը եւ շրջվեցի եւ ասեցի, որ Հիսուս Քրիստոս ավելի մեծ է, ավելի ուժեղ է, քան որևէ մի դև։ Գիտեք, փախավ տուն, մենք հետևից։ Սենակից սենակ, մենք էլ հետևից։ Ես սկսեցի հրամայել, եւ սկսեցի հրճակել,
պատուանը բաց էր, գցում էր իրան, վառվում եմ։ Օծությունը, ահա օծությունը, 10:38 Հիսուս, նայեք Հիսուս, որ Նազարեթից էր, ուղղակի Հիսուս, որ Նազարեթից էր, որ ուղղակի կարող է լինել Ստեփանավանից, բայց որ Աստված օծեց Սուրբ Հոգով եւ զորությամբ, եւ պատտվեց, եւ բարիք անելով, սատանայի բոլոր տանջվածներին բժշկելով, որովհետեւ Աստված իր հետ էր։ Աստված իր հետ էր։ Աստված օծեց Հիսուսին, որը Նազարեթից էր։ Դու կարող ես լինել Ստեփանավանից, որին Աստված կարող օծի եւ կասի, որ ես քո հետ եմ։ Ինչ անում օծությունը? Օծությունը, որ օծում է մարդուն, նա սկսում է բարիք անել։ Նա սկսում է բարիք անել եւ ազատագրել տանջվածներին, որովհետեւ Աստված իր հետ էր։ Քանդում է սատանայի գործերը։ Օծությունը բերում է բարիք, բժշկություն, ազատագրություն։ Թվում է լավ է, չէ՞, որ Աստված հետը տա։ Ով է համաձայն, որ դա լավ է, էլի Աստված հետը սա։ Աստված հետը սա։ Ուսկում եմ Աստված հետը սա։ Աստված հետը սա։ Դա լավ է, չէ՞։ Բայց կարան քեզ հալածեն դրա համար։ Քեզ դրա համար կարան նեղացնեն, որ Աստված քո հետ է։ Քեզ կարան տշեն, որովհետև Աստված քո հետ է։ Քեզ կարան բամբասեն, որովհետև Աստված քո հետ է։ Չեմ բամբասում, իմ մասին չեմ բամբասում, բամբասում են։ Ինձ չեն հալածում, հալածում են։ Բիզնես է, էլի ասում են, բիզնես է։ Բիզնես է, էլի ասում են, այդ եկեղեցին, բան, չէ ասում են, բայտում են հալածում, հենց գիտեք, ինձ են հալածում, օծությանն են հակառակ գնում, ասում են, չէ որ Թուրքիայից յանեմ, Թուրքիայից մեզ ֆինանսավորում են, հիմարություն, հետո գալիս են մեր տուն, ուզում են տեսնեն, թե ես որտեղ եմ ապրում, և ահա, Աշոտաբերդ առաջի շենք, 4-րդ տուն, կռիսներից բացի ուրիշ բան ընդեղ ծապ չի տալիս։ Մկնանոց կռսանոց։ Ամբողջ Աշոտաբերդի փթած շենքերը ու բիզնես է։ Հալելույա։ Երկու հատ աբո ես փոխեմ, որ փուլ չգա տունդ։ Երկու հատ տախտակ ես մեխեմ, որ ոտը դնելուց չնգնես պատվալ, հարևանիդ պարմ նկուղ կամպոտների մոտ։ Բիզնես է, հա, բիզնես է։ Ասեք Աբրահամը տուն ուներ։ Դուք չգիտեք ինչ եմ ասել դրա մասին։ Աբրահամը ինպես տուն ուներ։ Երկու բառ ասեմ դրա ուծեմ։ Թեմայի շեղվենք։ Իրա տանը ենքամ տեղ չուներ, տարավ ծառի տակ էր հյուրասիրում մարդկանց։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Երբ որ այդ սեղանը ուզում ենք մեջտեղ բերենք, չգիտենք որտեղ բերենք։ Ոչ մեկին հարմար չի։ Ճիշտ եմ ասում Աշոտաբերդցիք։ Ովքեր 4 սենյականություն են խոսքը դրան չի վերաբերում, նրանք ապրում են բանում, կլաս, 3 աստղանոցում, 5 աստղանոցում, քեզ կուզեն ատեն, քեզ կատեն, կուզենան քո կյանքը բարդացնեն, երբ որ Աստված քո հետ է, որովհետև Աստված քո հետ է, երբ օծված ես, պատրաստվի, որ ճնշում է լինելու, հեշտ չի լինելու։ Դու չես կարող ամեկին բերանը փակես, դու չես կարող ամեկին ասես լռեք, սաթեն չի, դու չես կարող ապացուցես բաներ, որովհետև իրանք քեզ դատում են քո Facebook-յան նկարներով, որ դու հարուստ ես։ Ես օրհնված եմ։
Ես դու օրհնված ես։ Հալելույա Հիսուս։ Փառք ես Տեր։ Շնորհակալ ենք Հիսուս, որովհետև Աստված քո հետ է։ Քեզ կհայհոյեն։ Գումար կուզենան ստանան Instagram-յան էջերը, պիղճները իմ քարոզից կդնեն, կվերնագրեն եւ շատ հավատացյալներ, որոնք չեն ճանաչում օծությունը, կգայթակղվեն իմ վրայով, որ չպետք է գայթակղվեն օծության վրայով։ Պետք է հասկանային, որ այս շունը, Instagram-յան շունը փող աշխատում օծյալների վրայով։ Դատաստանա գալիս Հիսուս Սուրբ Հոգով եւ զորությամբ դա Քրիստոսն է։ Հալելույա։ Գործք երկրորդ գլխի 36-րդ խոսքը։ Գործք երկրորդ գլուխ։ Նայեք ստեղ ինչ ասում, հետաքրքիր բան ասում։ 36-րդ խոսքը։ Ուստի բոլոր Իսրայելի տունը ճշմարտապես թող գիտենա, թե Աստված նրան Տեր էլ արեց, օծյալ էլ արեց, այն Հիսուսին, որ դուք խաչեցիք։ 17:3 17:3 Այստեղ գրված է մեկնելով նրանց առջև, դնելով թե պետք էր, որ Քրիստոսը չարչարվեր, ու մեռելների ցարություն առներ, թե այն Հիսուսը, որ ես ձեզ քարոզում եմ, ասեց Քրիստոսն է նա։ Հիսուսը, որը Քրիստոսն է, Սուրբ Հոգով եւ զորությամբ Հիսուսը դառնում է Քրիստոս։ Հասարակ մարդը դառնում է օծյալ։ Հիսուս դա մարդու անունն է։ Քրիստոս դա նրա կոչումն է եւ տիտղոսը։ Օծությունն է դա, որ Հիսուս Քրիստոսն է։ Նշանակում է Սուրբ Հոգին Հիսուսի վրա առանց չափի է։ Մինչև այդ Հիսուս ինքը չափի մեջ է։ Ինքը մարդ է, ինքը եկավ որ դանան եւ ինքը ոչինչ չեր անեմ եւ ոչինչ տեղի չեր ունենեմ, բայց երբ որ հոգին իր վրա իջավ, ինքը դարձավ համապարփակ։ Հալելույա։ Քանի որ ինքն էր Քրիստոսը, կատարում էր Աստծո գործը։ Քանի որ ինքն էր Հիսուս, դեռ ոչինչ տեղի չեր ունենեմ, ահա նրան Աստված օծյալ արեց։ Օծյալ արեց, նրան օծեց, որին դուք խաչեցիք, ասեց Պետրոս առաքյալը։ Մովսեսը օծված էր։ Առանց օծության հնարավոր չի Աստծո պլանը կատարել։ Պողոսն օծված էր, մարգարեների վրա էր իջնում օծությունը, բայց Հիսուսը Աստծո անձնավորումն է, որ աստվածային ամբողջ լեցունությունը նրա մեջ է ապրում։ Ստեղ մի քանի մարդ է հասկանում, ինչ եմ քարոզում երևի։ Աստված նրա հետ էր։ Աստված իր օծյալի հետ էր։ Երբ սատանայի գործերը քանդվում են, դա ընդհանրապես դուրս չի գալիս հակաքրիստոսի ոգիներին։ Ասում եմ մեզանից ոմանք ելան, որովհետև մեզանից չէին, ապա եթե մեզանից լինեն, մեզ հետ կլինեն։ Հետո խոսում են ների ոգիների մասին Հովհաննեսը, որ նրանք, ովքեր Հիսուսին եկած չեն դավանում, որ Հիսուսն է։ Եվ նրանք չեն ընդունում հորը, եւ նրանք չեն ընդունում Սուրբ Հոգուն։ Դրանք ների ոգիներ են, որոնք սատություն են խոսում։ Այսօր սատության լիքը վկաներ կան։ Ինչ եմ կամ հասկանում են հավատացյալներն, ովքեր ասում են Եհովայի վկաները մեր քույր եղբայրներն են։ Ստեղ մի բանն չի։ Սա խոսում է միգուցե ապստամբության մասին, միգուցե խոսում է հակաքրիստոսի ոգու մասին,
Որովհետև նրանք Հիսուսին եկած չեն ընդունում որպես Աստված։ Սուրբ Հոգուն չեն ընդունում որպես անձ։ Աստծուն մենակ ընդունում են Եհովա եւ վերջ։ Ստախոսությունը դա նես բան չի, որ քեզ ինչ որ մեկը ուղակի խափեց։ Դա ոգի է։ Դա դև է։ Իմացեք, նրանք ովքեր սուտ են խոսում, օծությունը կրակը հանգչում է սրտի մեջ։ Նրանք չեն կարող ունենալ օծություն։ Դուք տեսել եք այդ ձև մարդկանց, ում կյանքի մեջ ինչ-որ բան բացակայում է Աստծո ներկայությունը։ Աստված չկա իրանց կյանքի մեջ կամ։ Եփեսացիների 4-րդ գլուխ 27-րդ խոսք։ Ինձ համբերեք, սա լավ թեմա է, դասա, սա լավ թեմա է։ 4:27 Լավ, 25-ից կկարդամ։ Նայեք, Պողոս առաքյալը Եփեսացիներին ասում է, ուստի ստությունը մեկդի ձգեք։ Ճշմարտություն խոսեցեք ամեն մեկը ձեր ընկերոջ հետ, որովհետև մենք իրարու անդամներ ենք։ Ստությունը մեկդի շպրտեք, սուտ մի խոսացեք իրար։ Սուտ խոսալու տարբեր ֆորմաներ կա։ Ուզում է իրա խելքով ուզում է ինչ-որ խելացիություն անի, խելքով խոսա, կամ խելոք ձևով խոսա։ Սկսում է խոսալ հարցերին չպատասխանել ուղիղ, քաղաքական գործիչի նման։ Պլստացնելով, ֆռսնելով, խորամանկելով, կամ ասում է թեկուս սուտ խոսացի, հանուն ճշմարտության, ոչ, ոնց կարաս դու ճշմարտությունը սուտ հանես, ոնց կարաս դու ճշմարտություն սուտ հանես, սուտ խոսացող մարդիկ փրկում են իրանց կաշին վախի պատճառով։ Աստված մեզ չի տվել ստության ոգի, Աստված մեզ տվել է ճշմարտության ոգի։ Ահա հակաքրիստոսը մոտ է, որովհետև մարդիկ չեն ծնվում հակաքրիստոս, դառնում են հակաքրիստոս։ Ստություն մի խոսացեք, ասում է իրար հետ։ Սատանան Աստծո հակառակորդն է։ Եվ ստեղ գրված է հաջորդ խոսքը ես կարդամ։ Եվ ստեղ գրված է, եթե բարկանաք մեղք մի գործեք, արևը թող բարկության վրա, ձեր բարկության վրա մայր չմտնի։ Եթե դուք այսօր բարկություն ունեք, եթե այսօր անցնի քնեք վրայից, ձեր բարկությունը դառնում է մեղք։ Իրեք են մարդիկ, ովքեր որ բարկությամբ քնում են, եւ հաջորդ օրը այդ ձև վեր են կերում, իրանց սիրտ ավելի քարացած է լինում։ Ապաշխարելու հնարավորություն չունի արդեն այդքան հեշտ։ Հիմա պետք է ուզենա ապաշխարի եւ իր սիրտը քարացել է։ Եվ ինքը ուզում է զղջա, ներողություն խնդրի, ահա մի բան իր սրտի մեջ արդեն փակված է։ Եվ իր սիրտը դառնում է ավելի զևչոր եւ ավելի հակառակվող։ Հակաքրիստոս չեն դառնում, չեն ծնվում, դառնում են։ Հակաքրիստոս դառնում է եւ դա աստիճանաբար է տեղի ունենում այստեղ։ Եվ հետո Պողոս առաքյալն այսպես մի բան ասում. Սատանային տեղ մի տվեք։ Սատանան ինքը շատերի կյանքում տեղ ունի։ Դուռ է բացել իր տնից, սենյակներ է տվել, մի 3 սենյակ վարձով է տվել այսև։ Հիմա եկել է 5 տարի, 8 տարի, 10 տարի, չի կարողանում քշելը տեղից, և ելքը չգիտի ինչպես անի, որ քշի տեղից այդ դևին։ Սատանային տեղ տալը նշանակում է տարածություն, սենյակ, իրավաբանական իրավունք, և շատերը տալիս են սատանային տեղ,
նախ եւ առաջ սուտ խոսալով, բարկանալով, գողություն անելով։ Ով է լսում։ Եք ասեք մենք տենց բաներ չենք անում։ Երևի սա Պողոս Առաքյալը հենց եփեսացիներին էր ասում։ Դա մեծ հետ կապ չունի։ Նա որ գողություն անում, թող այլևս չկողանա։ Լավ գործի պարապելով իր ձեռքերով աշխատի, որպեսզի ինքն էլ կարողանա տալ կարոտ եղողին։ Օհո, եւ ձեր բերանից ապականված խոսքեր թող դուրս չգա գոտկատեղից ներքև անշնորհք անեկդոտներ, որովհետև Սուրբ Հոգին տրտմում է 30 խոսքում, որով դուք կնքված եք փրկության օրվա համար։ Ամեն դառնություն, բարկություն, սրտմտություն, աղաղակ, հայհոյանք վերածվի ձեր մեջից, չարություններով մեկտեղ։ Եթե դու տեղ տվեցիր սատանային, ինքը քեզ խճճելու է։ Ինքը սկսելու է քո մեջ պայքար ստեղծել Աստծո դեմ։ Ինչի շատերը չեն կարողանում փառք տան Աստծուն։ Ինչի շատերը չեն սիրում Աստծուն մինչև վերջ։ Որովհետև սատանան օգտվում է այնտեղից, որ դու ես տվել։ Ուրախություն չունես։ Տեղ տալ, տարածք, վայր։ Բոլոր են բնակավարերը, հատվածը, գոտը, աթոռի վրա միգուցե։ Այդտեղ սատանան սկսել է աշխատել քո մեջ Աստծո դեմ։ Երկու բառ էլ ասեմ, շատ չասեմ այսօր։ Այնտեղը, որ դու տվել ես իրան, ինքը այդ տեղը ավերելու է մինչև գնալը։ Մինչ կգնա, տեղից ինքը ավերելու է, նորա գնալու։ Քեզ իրավաբանորեն քեզ պետք է գտնես ձևը, որպես իրան քշես։ Նախ եւ առաջ փակել այդ դուռը ապաշխարության միջոցով, որպեսզի Աստված իրավաբանական իրավունք ստանա, որտեղ ոչ մեկս որտեղ ենք տվել չեն կարող քշել, եթե չապաշխարենք։ Աստված ոչինչ չի կարող անի, մինչև չապաշխարենք։ Ես խոսում եմ այսօր, որպեսզի ես ու դու չհակառակվենք օծությանը, Սուրբ Հոգուն եւ չդառնանք ժամանակի ընթացքում հակաքրիստոսներ։ Մեկ երբ որ հարցնում եմ, ինչի՞ չէ երեկե ծառայության մեկ ասում է հիվանդ էի։ Սուտ մի խոսացեք։ Դուք ինձ չեք սուտ խոսում։ Առաջի եկեղեցում առաջի մահը Սուրբ Հոգու ձեռքով գրանցվեց։ Սուրբ Հոգին առաջի դարի եկեղեցուն մեջ Սուրբ Հոգին առաջի մահը գրանցեց։ Ինքը սպանեց։ Մարդ չսպանեց, Սուրբ Հոգին սպանեց, որովհետև Անանիան ու Սապիրան իրար հետ որոշել էին, ագարակը վաճառեն, ֆերման վաճառեն, փողերը բերեն, զոհերը բերեն առաքյալների ոտքի տակ, բայց չգիտեմ խի այդ օրը Պետրոս առաքյալը հաստատ հոգուց, այդպես մղված, չգիտեմ խի հարցրեց, ինչի հարցրեցիր։ Կարա չհարցնես, դա թագուն մնար էլի, թագուն մնար, ինչ կար։ Սուրբ Հոգուն պետք չէր, որ թակում մնա, որովհետև արթնության խթան էր դա, արթնությանը խանգարող էր, խոչընդոտող էր դա, կներեք, ոչ թե խթան, խոչընդոտ էր։ Եվ Սուրբ Հոգին հարցնում է Պետրոսի բերանով, այդքան էր արդյոք։ Հա, բա ոնց։ Մարդուկնիկ, բանդա են, բանդիտներ են էզև, հանցավոր խումբ է էզև։ Եկե ասում են, հա, բա ոնց։ Մարդուկնիկ են անում, ինչ անում են, ժողովուրդ։ Ես ոնց հասկանում եմ, մարդուկնիկ են շատ բաներ անում։ Վատ բաներ շատ իրանք են անում։ Կնիկը տանում է մարդուն եկեղեցուց, հարիֆի պես քաշում տանում է։ Մարդը վրեն խաբար չի, որ իրան Հեզաբելը տանում է։ Ասում է, ալելույա, մենք այստեղից թռանք։ Չթռակ, հակաքրիստոսի ոգին էր դա, Հեզաբելի դևն էր, Աքաբն էր դա։ Դա Անանիայի և Սապիրայի հոգին էր։ Եվ մեռան իրանք։ Դուք ասում եք ֆիզիկապես, բայց չմեռան, չէ՞, դες մի չմեռան։ Երբ որ Սուրբ Հոգին կվերադարձնի եկեղեցին, առաջի դարի եկեղեցու կարգավիճակին, շատերը մեռնելու են։
Շատերը մեռնելու են։ Դեր մարդուն չթաղած կնիկն եկավ։ Կնիկը ջոգեց, որ ինչ-որ բանն չի, մարդը ուշանում է, հետևից եկավ։ Պետրոսն ասեց, «Էս ինչ եք միաբանվել են Սուրբ Հոգու դեմ երկուսով։ Կարծում եք մարդուն եք սուտ խոսացել։ Կարծում եք մարդուն հանդեպ եք ես բանն արել։ Դուք սխալվում եք, դուք Սուրբ Հոգու հանդեպ եք արել։ Ահա հակա Քրիստոսի ոգին, եկեղեցում, Անանիայի եւ Սապիրայի տեսքով, Մամոնայի ոգուն երկրպագելիս։ Դա պաշտամունք է։ Ստեղ մի պաշտամունք պետք է լինի, Հիսուս, մեկ պաշտամունք պետք է լինի, Հիսուս, Քրիստոս, մեկը պետք է փառավորվի, մեկը պետք է երկրպագվի, Հիսուսի անունով։ Մեզ Հիսուս թակել է, մեզ թակում է, մեր սիրտը թակում է։ Բայց այստեղ Պողոս Արաքյալն ասում է, սատանային տեղ մի տվեք։ Դուռը մի բացի ախր։ Անգամ այդքան չի կարելի բացել։ Այդքան չի կարելի բացել։ Սատանան հա թակում է։ Քո կյանքի տարբեր դռներ է թակում։ Տենա որը կբացես, որ ընկնես այդ ականաթի մեջ։ Ինքը հա թակում է, ինքը հա փնտրում է, որ դուռը բացես։ Ինչքան դռներ կա կարանք բացենք։ Դուռը բացել տալիս։ Իջերի ծնունդ են դրանք։ Ովքեր գողանում են ու մտածում են խի օծությունը գնաց, խի օծությունը բացեց, ովքեր բարգանում եւ հայոյում եւ սուտ են խոսում, ասում են խի օծությունը գնաց, ահա գալիս է հակառակ օծությանը մի դեպ, այդ տեղը լցվելու համար։ Լսեք եկեղեցի, հակա Քրիստոսը որ կգա, նա հակա Հիսուս չի գալու, նա հակա Քրիստոս է գալու։ Համաշխարհային կառավարիչը հակա Քրիստոս է լինելու, նման Քրիստոսի, բայց ոչ մի բան չունի Քրիստոսի հետ ընդհանուր։ Որովհետև մեկը մերժել է Քրիստոսին, երկրորդը մերժել է Քրիստոսին, ազգը մերժել է Քրիստոսին։ Ինչա կատարվում մայրաթորը, նորին սուրբ Տեր օծություն։ Ինչ-որ բան է կատարվել ժողովուրդ, ինչ-որ բան է տեղի ունեցել, օծությունը դուրս է վռնդվել։ Սա կարա լինի պատճառներից մեկն էլ։ Ես չեմ ասում լրիվ գիտեմ, բայց սա կարա լինի, ինչի կարա կոչվի օծություն, բայց չլինի օծություն, լուրջ օծություն չլինի, օծությունը կարևոր է։ Ահա մենք դուրս ենք գալի, ես էլի եմ ասում, երբ որ ինձ սուտ են խոսում, ես հասկանում եմ դա։ Հասկանում եմ, ես կարամ չտեսնեմ դեմքա, հերիկա, որ ես լսեմ իր ձայնը հեռախոսից, կամ հերիկա ես հաղորդագրությունը կարդամ ու հասկանամ իմ հարցին պատասխանը ստում է։ Խիչկայր, խիչկայր, պատմություններ եք հնարում, Սուրբ Հոգին դա համար լքմա ձեզ։ Սուրբ Հոգին գառնիկը չի, Սուրբ Հոգին ստեղից որևէ մի մարդ չի, որ ասե ադե ոչինչ աչքես փակում եմ, ադե ոչինչ քեզ սկիթ կա։ Ոչ, ասո մեջ սկիթքեք չկա։ Աստված են սկիթքեք չի անում։ Սուրբ Հոգին տեսավ, հեռացավ։ Տեսավ, հեռացավ, վերջ։ Տեսավ մեղքը, հեռացավ, տեսավ բունտը, հեռացավ։ Տեսավ անհնազանդությունը, հեռացավ։ Տեսավ, որ խոնար չես, հպարտ ես, քո դեմը սկսում աշխատել։ Սուրբ Հոգին։ Եղել է, որ դուք լեզուներով խոսակ ու վախենակ հանկարծ։ Եղել է, որ հոգու մեջ խոր աղոտ կանեք ու վախենակ ու հասկանաք ինչ-որ ձևով հոգու մեջ վկայություն ունենալով, որ Սուրբ Հոգին ձեր դեմ աղոթում։ Սուրբ Հոգին ձեր դեմ աղոթում կամել։ Կամ Սուրբ Հոգին ձեզ պատկերներ է տալ, թե ինչը աղոթեմ։ Սա մեկնաբանություն է։ Ես շատ եմ ունեցել եւ վախեցել եմ։ Մի տրտմեցրեք Սուրբ Հոգուն։ Նենց բան չի, որ հակա Քրիստոսի ոգին, ուղղակի ինքը ստեղ գրված է, թե հորը չի ընդունում, որդուն չի ընդունում կամ Սուրբ Հոգուն չի ընդունում, այդքամով չի բավարարվում, այդքամով չի սահմանափակվում։ Ապա մարդիկ հակառակ են գնում այն Քրիստոսին, որը քարոզվում է։ Օծություն կա, որը ստեղ է։
որ դուք ընդունում եք դրան։ Ընդունում եք դրան։ Օծություն կա, որ ընդունում եք։ Օծյալներ կան, որոնք դուք նայում եք ու ընդունում եք։ Բայց օծություն կա ստեղ, որ չեք ընդունում եւ կուլ չի գնում ձեր մեջ, որովհետեւ դրա հետևը ես եմ կանգնած։ Ես եմ ստեղ կանգնած։ Այդ օծությունը տեղից է արձակվում։ Մի քիչ ընդունելի չի, որ դա դու ես ու այդ օծությունը տեղից է գալի։ Սա հակա Քրիստոսի ոգին է։ Սա հակա Քրիստոսի ոգին է։ Շատերի սեյնակները վարձով են տրված, հյուրասեյնակները վարձով են տրված, ննջարանը վարձով է տրված, խոհանոցը վարձով է տրված։ Սա խոսում է քո կյանքի մասին ավելի շուտ։ Մի տարով, 5 տարով, 8 տարով, 10 տարով, էլ չգիտես թե տնից ոնց անես։ Սուտ հանում փրկության, հա։ Աստված ատում է սուտը։ Պատվիրաններից մեկը սուտ մի խոսանա, սուտ մի խոսա։ 5 վայրկյան են որոշվել անկեղծ, 5 վայրկյան։ Առաջի հարցի պատասխանը կարա 5 վայրկյան տևա եւ առաջի 5 վայրկյանն անկեղծ մարդ։ Դրանից հետո ոչ մի անկեղծություն չկա։ Քիչ եք կարող երկար անկեղծ լինեք, պարզ լինեք, ազնիվ լինեք։ Սուտ չխոսակ, սուտ չխոսակ, սուտ չխոսակ, սուտ չխոսակ։ Սուտ առաջին մեղքն էր, որ եկավ աշխարհ եւ սպանեց մարդուն։ Օծը խափեց, սուտ խոսած։ Առաջի մեղքն էր, որ եկավ աշխարհ ու սպանեց մարդուն։ Ես շնացող չեմ, կարևորը ես չեմ շնանեմ, բայց դու սուտ ես խոսում, նույն բանն է։ Ինչ տարբերություն, շնություն թե սուտ խոսալ, դա նույն մեղքն է։ Մեղքը մեղք է։ Խափելու սուտը։ Խորամանկելով։ Սեփական կաշին փրկելով։ Ճշմարտությունը ուրանում ենք։ Ճշմարտությունը ուրանում ենք։ Հավատացեք, դա անպատիժ չի մնալու։ Դա հետևանք է ունենալու։ Գիտեք, սկզբից կարա քեզ թվա քաղցր 1, 2, 3։ Աշխատեք մինչև պատասխան տալը, անկեղծ ասեք, որ իրոք, անկեղծ ասեք, որ իրոք։ Ճշմարտությունն ասեք, ուղղակի անկեղծ ասեք։ Լավ չես ուզում ասես, ասա, չեմ ուզում այդ հարցին պատասխանեմ։ Այդ ինձ կարած չպատասխանել։ Բայց երբ որ քեզ Աստված հարց տա, դու չես կարա իրան ասես, կնես ես այդ հարցին չեմ ուզում պատասխանել, դու այդ ձևի դատարանում չես, որ դատավորին ասես այդ բանը։ Քեզանից այնտեղ լրիվ հաշիվն է պահանջվելու։ Լրիվ հաշիվը։ Մի 10 տարի առաջ սուտը խոսացի ու գնացի։ Շատ են սա թվում է։ Սուտ խոսացով գնաց, մարսել է, մարդը ապրում է, իր համա դեր ապրում է, բայց ինքը չի ապաշխարել այդ ստից, 10 տարի առաջ սուտ է խոսած է, գնաց է, մենք մորացել ենք, ինքն էլ է մորաց է, ինքը մերել է ու գնաց է դժողք այդ ստի համար, ու ասում խի ես ընգա դժողք, որն է պատճառ, որ դժողքը հայտնվեցի, Տեր Հիսուս, այդ քեզ է թվում, որ դու կատակ ես արել, այդ քեզ է թվում, որ դու փրկել ես իրավիճակը, դու դժողք ես ուղարկել քեզ, դու ես ընտրել, լսում եք եկեղեցի, մի պետք է ապաշխարել, հասկանում եք, տեղ չտալ սատանային, տեղ չտալ հակա Քրիստոսի ոգիներին, տեղ չտալ, հրաժարվել, ապաշխարել, ներողություն խնդրել, հատ հիշելով բոլոր մեղքերը, Տիրոջ մոտ ոչ մի բան անպատիժ չի մնում։ Գնաց էլի, հենց է գնաց։ Կարծում եմ պետք է ապաշխարած լիներ, որ գնար։ Հովի հետ այնքան մոդիկ եմ։ Նորմալ այնքան մոդիկ եմ, որ արդեն թքած ունեմ իր վրա։ Հալելույա։ Այս հարցը, որ տալիս եմ, ես ձև ասում, Իսկ դու կարայր այդքան բանը հով միշայ ներկայությամբ քեզ պահեիր։
Հիսուս Քրիստոսի ներկայությամբ կամ չէր կարա։ Եթե դու խափում ես, դեռ մինչև մի խափում ես, խիղճդ մաքուր չի։ Խիղճդ մաքուր չի։ Չես հավատում, որ Աստված էս տանն է։ Նշանակում է, որ սուտ ես խոսում, դարել ես սատանա, էլ չես վախում Աստծուց։ Սատանան չի վախում Աստծուց, դողում Աստծուց, սարսափում է։ Ինքը գիտի իր գլխի գալիքը։ Սուտը քեզ անում սպանում է կրակը։ Կամ ես երկար խոսամ սա մասին։ Երբ դու ստում ես, երբ դու ստում ես, քո մեջ թույլ ես տալիս, որ հանգչի Սուրբ Հոգու կրակը։ Թույլ ես տալիս, որ սատանան հանգցնի այդ կրակը։ Երբ բարկանում ես, ինչ բառեր է թռնում քո բերանից։ Ինչ բառեր է թռնում քո բերանից։ Երբ կորցնում ես ինքնատիրապետումդ, ինչ մտքեր է ծնվում գլխիդ մեջ։ Չար խոսակցությունները ապականում են, քայքայում են մարդուն բարոյապես։ Քո ամենավատ ընկերը քո լեզուն կարա լինի։ Ամսի հունվարի 25-ին ուզում եմ խոսալ հավատքի սկզբունքներից մի քանի բան, ծննդոց գրքից։ Հավատքի սկզբունքներից, որ կարևոր է, որ քո լեզուն ճիշտ խոսա, հավատքի խոսքը ճիշտ խոսա։ Արեգակը թող մայր չմտնի ձեր բարկության վրա։ Գիտեք, մարդիկ ինչ են լսում, աշխարհիկ երգեր են լսում։ Անկեղծ մի բան ասեմ, երբ որ հավատացյալները մի տեղ են լինում ու հավատացյալները այնտեղ աշխարհիկ երգ է գնում, հավատացյալները այդ աշխարհիկ երգերը այսպես անգիր ժառիտ են անում։ Անկեղծ ասեմ մի բան, ես աշխարհիկ երգեր չգիտեմ, երգողներ չգիտեմ։ Այ Արամ Ասատրյան կար, մեռավ, Ռուբեն Մաթևոսյան կա, Հովանես Բադալյան կար, Օֆելիա Համբա, Են Բոյովյանուն ինչ էր։ Մի խոսքով մի քանի երգիչներ, որ ուղղակի գիտեմ, հիշում, բայց երգ չգիտեմ։ Մի երգ գիտեմ, իմ հայրենիքի ջուրը, դա էլ մորս մոքիրներ երգը, մախ իմ հայրենիքի ջուրը։ Լա այն ժամանակ անվնաս երգեր են, Բեզաբիդնի երգեր էին։ Համիկ չգիտեմ ինչ երգեր են երգում ու բոլորը երգում են, բոլորը կրկնում են այդ երգերը։ Հավատացեք, դա պարտություն է։ Պարտություն է, երբ որ մարդիկ երգում են իրանց վրայով վատ երգեր։ Մարգարեներ կան սատանայի, որ երգում են ինձ կտանեն ոտքերս առաջ, կապած։ Ես չեմ ուզի գնամ, բայց ինձ կտանեն։ Գիտեք, մարգարեանում են, իրանք երգում են, մտածում են դա լավ երգ է։ Ընկերներդ քեզ կարան փչացնեն, քո լեզուն կարող փչացնի, նման երգերը քեզ կարան փչացնեն, որ դու երգում ես։ Ու ես չեմ հասկանում, իրոք չեմ հասկանում այդ քեֆերի ժամանակ հայ մեր հավատացյալներին, որ բանը երգում են այդ երգերը իրանց հետ հու, հա, չի, չգիտեմ ինչ, բայց եկեղեցում էշանում։ Ես ներողություն չեմ խնդրում այդ process-ից։ Դա process է։ Փառաբանության երգով այստեղ ճաղվում է, երգեք, թռեք, բարեք։ Ընդ ոնց որ Մարիամի արձանը կանգնածելի, Սուրբ Մարիամի։ Տարիներ առաջ մի դաս եմ սովորել հավատքի։ Ասում եմ, երբ որ դու առավոտ վեր ես կերում, քո գլուխը մաքուր է լինում, մաքուր, միտքդ մաքուր է լինում։ Մտքիդ մեջ բան չի գալի։ Հանկարծ երաժշտություն երգ ես լսում։ Լսեցիր ու անցար, ականջիդ պոզով, անցար, ուղղակի լսեցիր, չգիտեմ, համիկ լսում են թե չէ, համիկ կա թե չէ։ Ու այդ երգը սաղ օրը գլխիդ մեջ պտտվում է, որ դու կրկնես, հենց դու կրկնում ես, դու պարտվում ես, պետք է ապաշխարես։ Ինձ բաներ չկա էլի, որ գա ես երգեմ սաղ օրը, դաժան օրերը, ծմռան նման, գալիս են գնեմ,
Ինձ համար դաժան օր չկա։ Ինձ համար սև օր չկա։ Ինձ համար լավ օրեր կա։ Լավ օր կա։ Հալելույա։ Չներումը, չթույլատրված բարկությունը, երբ բարկանակ մեղք մի գործեք, որտեղ դա դառնում է մեղք։ Մի զիջեք սատանային, հնարավորություն մի տվեք սատանային, սուտ մի խոսացեք, մի բարկացեք։ Հալելույա։ Սուտ խոսել, գողանալ, բարկանալ, ապանկանված մտքեր, խոսքեր, գոտկատեզներ, դառնություն, խեղված կատակներ, վնասված միտք, աղաղակ, հայհոյանք, նվաստացնող վիրավորող ծաղրանք է դա հայհոյանքը, որ շատերը անում են, ակի մի արեք, ահաուցությունը գնում է, ահաուցությունը հեռանում է։ Ես մի տեղ ունեմ Աստվածաշնչից, որ կխոսամ դեկտեմբերի 28-ին, հենց հաջորդ էջում։ Կարճ, երկու խոսք ունեմ, երկու տեղ ունեմ Աստվածաշնչից։ Դա օրհնելու է ձեզ։ Հետո մյուս կիրակին էլի եմ քարոզելու, նա էլ է օրհնելու ձեզ։ Հետո մի հատ էլ եմ քարոզելու, նա էլ է օրհնելու ձեզ։ Շատերին թվում է իրանք են Հիսուսին առաջնորդում, բայց դուք պետք է դառնաք Հիսուսին։ Լսում եք։ Շատերին թվում է, թե իրանք գնում են առջևից, Հիսուսն էլ իրանց է հետևում։ Ոչ, պետք է դառնալ Հիսուսին։ Հիմա պետք է ապաշխարել։ Ներողություն խնդրել։ Ներում խնդրել։ Սուրբ Հոգի։ Կարող է գլուխն այդ խոնարհեցնել։ Ապաշխարություն ունի պատուղներ, հավատացեք, նա քաղցր է լինելու։ Նա լավն է լինելու։ Հայերեն խոսացեք, ձեր լեզվով խոսացեք, ձեր մեղքերը ապաշխարեք։ Ների ինձ իմ մեղքերը, իմ հանցանքները, գիտակցված, անգիտակցված, ինչ որ ես արել եմ, ինչ որ ես խոսացել եմ, ինչը որ մեղանչելու տեղիք է տվել, սուտ եմ խոսացել, բարկացել եմ ու վրայից օր անցել, դառնացել եմ, չարացել եմ, իմ սիրտը ազատ չեմ պահել քեզ համար, ահա օծությունը հեռացել է, ուրախությունը հեռացել է, խաղաղությունը հեռացել է, իշխանությունը հեռացել է, հրաշքները կորել են, հրաշքները մարել են, որովհետև մենք մեղանչել ենք քո դեմ Տեր։ Մենք ստի ենք անել ճշմարտությունը, մենք ստել ենք ուրիշներին, խաբել ենք, մենք գողացել ենք, մենք բարկացել ենք, մենք հայհոյել և սրտմտել ենք, մենք չարացել ենք, մենք չներում ունենք մեր սրտի մեջ, մարդիկ կան, որոնց մենք չենք ներում։ Այո, Տեր, մենք ներում ենք, մենք խնդրում ենք, որ ներես մեզ, բարկացել ենք, ահա հանգստություն բեր, ների մեզ։ Մենք սուտ ենք խոսացել, որովհետև ճշմարտություն չենք ունեցել մեր սրտի մեջ ու մեր խղճերը մաքուր չեն եղել։ Մենք սուտ ենք խոսացել, որովհետև վախեցել ենք։ Մենք չենք ասել, որովհետև մենք վախեցել ենք, խաբել ենք, որովհետև մենք ուզեցել ենք փրկենք մեր քաշին։ Մենք ներում ենք խնդրում, քո արյունով լվա մեզ, սրբի մեզ, սա եկեղեցի է, այստեղ պետք է ամեն մեկը անկեղծ խոստովանի Տիրոջը, իր մեղքերը, իր հանցանքները եւ չվախենա եւ չամաչի որևէ մեկից։ Ձեր կողքիններից կոնտրոլ մի եղեք, ձեր կողքինները թող ձեզ չհետաքրքրեն, թող ձեր կողքիններից դուք կոնտրոլ չլինեք։ Մենք կորցրել ենք այդ մաքրությունը, այդ սրբությունը, այդ անկեղծությունը։ Առաջի սուտը, որ մտավ աշխարհ, առաջինն էր, որ սպանեց մարդուն,
սուտը սպանեց Անանիային եւ Սափիրային, ամուսինները մեռան մեկ օրվա մեջ։ Եվ առաջի դատաստանը սպանող եղավ Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին մեզների, մեզ մաքրի, մեզ սրբի, մեր դուր գա այս քարոզը, դուր չգա։ Իրականությունը նա է, որ մենք ապաշխարենք եւ թույլ չտանք հակաքրիստոս դառնանք կամ ընդդիմության ընդդիմադիր բանակից կամ ճամբարից լինենք։ Մենք իրավունք չունենք ունենալ եկեղեցում ընդդիմություն։ Ընդդիմությունը սատանայից է։ Դա կարող լինի քաղաքականության մեջ ընդդիմություն։ Դա նորմալ է, որովհետև այս աշխարհը գորշ է, մոխրագույն է, եւ դա ստեղծում են հենց իրանք։ Իրանց elների, իրանց էլ ողորմա, որովհետև նրանք իրանց խոսքերի մեջ գերակշռող մասը, խապկանքը, սուտը, գերակայողը, սուտը, խապելը, շահերի բախումները, մեր շահը Քրիստոսն է, մեր քաղաքականությունը երկնքից, մեր Տերը դուն Հիսուս։